Մայրս եթովպիացի է, հայրս բրիտանացի։ Ես կյանքիս առաջին 8 տարին ապրել եմ Եթովպիայում։ Այնտեղ հայրս ինժեներ էր ջուր մշակող մի քանի կազմակերպություններում։ Աշխատանքի տեղից նրան ուղարկել էին Քենիա, համաժողովի։ Բայց ճանապարհին նրանց ինքնաթիռը առևանգվել ու կործանվել էր Մադագասկարի Կոմորյան կղզիներից սոչերու։ Մեզ տեղեկացրեց մեզ ծանոթ մի կին, որ գիշերը զանգեց ու ասաց. լուրերը նայել եք, լուրերը նայեք։ Գնացինք հյուրասենյակ, միացրինք հեռուստացույցը, որտեղ ուղիղ եթերով ցույց էին տալիս հորս նստած ինքնաթիռը ջրի մեջ։ Մենք սկսեցինք սպասել, ինչը երևի ամենածանրն էր։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էինք սպասում, դեռևս մտածելով, որ նա կարող է վերադառնալ։ Մոտ մի շաբաթ հետո միայն հասկացանք, որ նա մահացել է։ Իսկ երբ հայրդ քեզ համար ամեն ինչ է, նրա մահը լրիվ թևաթափ է անում քեզ։ Կենդանի մնացած մի բորտ ուղեկցորդուհի ասաց, որ վերջին պահերին հայրս ելել ու իր հավատքի մասին էր խոսել։ Սա դաջված է իմ սրտում, որ հորս համար հավատքը ամեն բանից վեր էր։ Նույնիսկ կյանքի վերջին պահին նրա հոգը Հիսուսի մասին հայտնելն էր եղել։ Ուստի ինձ մոտ մի հարց առաջացավ. ինչ է իրականում նշանակում հորս նման ապրելը։ Եվ առաջին բանը, որ պիտի պարզեի սա էր, արդյոք դա իրական ու ճիշտ է։ Ես սկսեցի հարցեր տալ, կարդալ, աղոթել, եւ ընթացքում դա սկսեց ինձ համար իրական դառնալ։ Դա Աստծո հավատարմությունն ու մխիթարությունն էր ինձ։ Հորս կորցնելու պահից սկսած մինչև երևի 18 տարեկանս, երբ կամենալով արդեն կարևոր մի նպատակի համար ապրել, սկսեցի գիտակցել, որ Հիսուսին հետևելուց ավելի կարևոր բան չկա։ Ինքս ինձ ասացի, իմ անելիքը հիմա մարդկանց Հիսուսին ճանաչեցնելն է։ Իսկ ամեն բան սկսվում է այդտեղից։ Իմ կարծիքով Հիսուսի բարի լուրի հանդեպ ճիշտ արձագանքը Աստծուն սիրելով եւ մարդկանց ծառայելով ապրելն է։ Դա ինձ մղեց վերադառնալու եւ ինչ-որ բան անելու Եվրոպայում։ Այնտեղ ես հիմնականում զբաղվում եմ աղբից կամ թափոնից էներգիա ստանալու սարքեր կառուցելով։ Մենք պիտի վերցնենք քաղաքի աղբի մոտ 95%-ը եւ վերամշակելով էներգիա ստանանք։ Ինձ շատ է դուր գալիս այդ հեռանկարը, ինչպես նաեւ սպասվող արդյունքը։ Ես ուզում եմ լինել մեկը, ով շատերի կյանքի վրա ազդող գործով է զբաղվում։ Ես յուրաքանչյուր երիտասարդի կհարցնեի, թե ինչն է ուզում փոխված տեսնել։ Երկրի վրա որ խնդիրն է քեզ անհանգստացնում, որի համար կասեիր Աստված իմ միջոցով լույս բեր դրանում ու փոխիր դա։ Կարծում եմ, ես կլուծեի ջրի պակասի հարցը։ Անհավասարության խնդիրը, գիտեք, բոլոր մարդիկ հավասար են, անկախ ռասայից, մշակույթից ու ժառանգությունից, կաշառակերությունը, պատերազմի կամ սովի հարցը, դրանցից մեկը, որովհետև բոլորն էլ պիտի ուտելու բան ունենան։ Սովի խնդիրը, համաշխարհային սովը։ Աղքատության հարցը, օրինակ լոսում այնքան շատ մարդիկ են փողոցներում մնում, իսկ գիշերը հաճախ ցուրտ է լինում։ Դա կլինի ռասայի խնդիրը։ Հենց հիմա աշխարհում ռասայական շատ պատերազմներ են ընթանում։ Խաղաղություն, չէ լինի տառապանքն ու պատերազմը։ Ես հիմա նյարդաբանություն եմ սովորում, ուստի կուզեի փոխել կամ մեղմել մտավոր առողջության վերաբերյալ պատկերացումը։ Կլուծեի ագահության խնդիրը, այն որ 10 հոգի ունի նույն գումարը, ինչ 10 միլիարդ մարդիկ։ Դա լրիվ անընդունելի է։ Իհարկե բնակչությունը 10 միլիարդ չէ, բայց դուք հասկացաք ես ինչ նկատի ունեմ։ Ես կարծում եմ, որ ավելի լավ խնամք կապահովեի, որ
կամ ոչ նպաստավոր ընտանիքներից վերցված երեխաների համար։ Այս հանդիպմանը մեր քննարկումը չարի, մասնավորապես սատանայի մասին է։ Եփեսացիների թղթում Պողոս առաքյալը խոսում է ներկա աշխարհում գործող չար հոգիների մասին, ուստի ըստ նոր կտակարանի սատանան իրական է։ Հիմա ոմանց համար ավելի հեշտ է հավատալ չարին ու սատանային։ Էքզորսիստ ֆիլմի սցենարիստ Ուիլյամ Բլաթին ասել է. «Ինչ վերաբերում է Աստծուն, ես անհավատ եմ, բայց սատանան արդեն ուրիշ հարց է»։ Նա ինքնին լավ է գովազդում։ Ոմանց համար էլ անհավատալի է սատանայի գոյությունը։ Աստծուն հավատալը կարելի է, բայց սատանա դա արդեն չափից դուրս է։ Ես մտածում եմ, որ սրա պատճառը գուցե Աստծո ու սատանայի մասին ունեցած մեր սխալ պատկերացումն է։ Մեզ թվում է Աստված երկար, ճերմակ մորուքով ծերունի է, ինչպես մատանիների տիրակալի Գենդալֆը։ Իսկ սատանային պատկերացնում ենք կարմիր շալվարով, եղանը ձեռքին, պոզերով ու պոչավոր։ Սակայն Աստվածաշունչն այդպիսին չի նկարագրում սատանային։ Այն ասում է, որ չարիքն ունի երեք աղբյուր՝ աշխարհը, մարմինը եւ սատանան։ Աշխարհը մեր շուրջը գտնվող վատ բաներն են։ Մարմինը չար ցանկություններն են, ոչ թե հենց մարմինը, այլ ներսում եղած չար ցանկությունները, եւ երրորդը սատանայակն է։ Իսկ ինչ հիմքեր կան նրա գոյությանը հավատալու։ Նախ Հիսուսն ինքն էլ հավատում էր։ Նա աշակերտներին այսպես սովորեցրեց աղոթել. «Ազատիր մեզ չարից»։ Մատթեոսի ավետարանում էլ գրված է, թե ինչպես սատանան եկավ փորձելու Հիսուսին։ Ուստի Սուրբ Գիրքը հաստատում է սատանայի գոյության փաստը։ Նաեւ պատմության ընթացքում քրիստոնյաները միշտ հավատացել են, որ չար հոգիներ կան։ Այո, գուցե ինքներդ էլ համոզվել եք դրանում։ Հաճախ Սուրբ Հոգու հետ իրական հանդիպումից հետո, ինչպիսին թերևս ունեցել եք Ալֆայի ուիկենդին, հանկարծ տարբեր բաներ կարծես հարձակում են գործում, գայթակղություններ, որոնց մասին նախկինում չգիտեիք, կասկածներ, հիասթափություն եւ այլն։ Սովորական դատողությամբ եւս կարող ենք դա հասկանալ։ Մեր շուրջն այնքան չարիք կա, աշխարհում պարզապես սոսկալի բաներ են կատարվում։ Ուստի Հիսուսի ուսուցումը, Աստվածաշունչն ընդհանրապես, եկեղեցու պատմությունը եւ մեր անձնական փորձը հիմք են տալիս հավատալու սատանայի գոյությանը։ Չարի հանդեպ վերաբերմունքի հարցում երկու լուրջ վտանգ կա։ Մեկը լրիվ անհավատությունն է, այսինքն այդ ողջ աշխարհի գոյությունը մերժելը։ Մյուսը չափից դուրս հետաքրքրությունն է, որի դրսևորումներից են կախարդությունը, քարտերով գուշակելը, ոգեկանչությունն ու հորոսկոպները։ Եթե դու մասնակից ես այսպիսի բաների, ճիշտ է դրանք թողնելը։ Ազատվիր նման գրքերից ու այդ թեմայի հետ կապված ամեն բանից, ապա Աստծուց ներում խնդրիր, որովհետև Աստվածաշունչը խստիվ մերժում է նման բաների հանդեպ անառողջ հետաքրքրությունը։ Սատանայի մասին Հիսուսն ասաց. «Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու եւ կորստյան մատնելու»։ Նրա վերջնական նպատակը մեր կյանքը կործանելն է, Հիսուսի նպատակի լրիվ հակառակը։ Հիսուսը սիրում է քեզ։ Նա նաեւ ասաց. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան, կյանք իր լիության մեջ»։ Պողոս առաքյալը եկեղեցուն հորդորում է սատանայի հնարքներին դիմադրել։ Իսկ որոնք են նրա հնարքները։ Մարտավարությունը։ Նա հիմնականում 3 միջոցով է փորձում կործանել մեզ. գայթակղության, ստի եւ մեղադրանքի։ Նախ խոսենք գայթակղության մասին։ Սատանան կամենում է քեզ գայթակղելով այնպիսի ուղու վրա դնել, որը քեզ քայլ առ քայլ կտանի կործանման։ Դա նման է, երբ ձուկը հրապուրվում է համեղ պատառով, չհասկանալով որտեղ խայծ է։ Լսեցի՞ր Սիդի մասին։ Չէ, ինչ է եղել։ Նրան թվացել էր, թե դա ձերի որդի էր։ Դաժան է։ Անցյալ շաբաթ նույն պատմության մեջ իմ քերի Ադիսն ընկավ։ Չի կարող պատահել։ Այո, այո։ Սակայն սխալ գործելու գայթակղությունը եւ սխալ գործելը նույնը չեն։ Բոլորն էլ հանդիպում են գայթակղության։ Անգամ Հիսուսը փորձվեց սատանայի կողմից։ Պարզապես նա փորձվելիս չընթարկվեց դրան ու չմեղանչեց։
Ոստի մենք միշտ չէ, որ կարող ենք վերահասկել գայթակղության գալը, այնինչ մենք կարող ենք ընտրել դա անել կամ չանելը։ Գայթակղությունից անցնելով բարձենք նաև, թե ինչպես է ստում սատանան։ Սա հասկանալը շատ կարևոր է։ Հիսուսը սատանային անվանեց ստության հայր, նկատի ունենալով, որ նա ստում է ամեն ինչի մասին, Աստծո մասին, ճիշտ ու սխալի մասին, անգամ մեր անձի մասին։ Նա կարող է այսպիսի մտքեր ներգործել. Դու անպետք ես, դու չես կարող ներում ստանալ, Աստված քեզ նմանին չի սիրի, կամ սա քո տեղը չէ, բայց այդ ամենը սուտ է։ Այդ ստերը փորձում են թափանցել մեր սիրտն ու միտքը և կործանել մեզ։ Ստի դեմ կռվելու լավագույն զենքը ճշմարտությունն է։ Ահա թե ինչու եմ ես այդքան շնորհակալ Աստվածաշնչի համար։ Դա է այն աղբյուրը, որը հայտնում է ճշմարտությունը Աստծո, ճիշտ ու սխալի և մեր ինքնության վերաբերյալ։ Իսկ Աստծո խոսքն ասում է, որ դու անսահմանորեն ու անվերապահորեն սիրված ես, դու ընդունված ու ներված ես։ Մարդիկ մտածում են, որ իրենք այդքան էլ լավը չեն։ Որ իրենք ամեն ինչ գիտեն։ Որ իրենք ամեն ինչ Որ գիտեն։ ամեն ինչ գիտես, բայց իրականում չգիտես։ Դա վաղը կանեմ։ Դա վաղը կանեմ։ Ամենամեծ սուտը, որը մարդիկ ասում են իրենց, ես չեմ կարող այդ բանը անել, արտահայտությունն է։ Շատերը նույնիսկ երբեք չեն էլ փորձել։ Մարդիկ չեն հավատում, որ կարող են ինչ-որ բան անել, երբ իրականում կարող են։ Կամ իրենց գեղեցիկ չեն համարում, երբ իրականում գեղեցիկ են։ Աստծո մասին տարածված ստերից է, որ իբր նա չի սիրում ուրախություն, որ նա գոյություն չունի։ Նա սպիտակամորթ է ու երկնքում է։ Ոմանց կարծիքով նա անտարբեր է իրենց դժվարությունների ժամանակ։ Նա չի մտածում քեզ լավագույնը տալու մասին։ Աստվածաշունչը սատանային անվանում է նաև մեղադրող, որը նրա երրորդ հնարքն է։ Նա մեղադրում է մեզ։ Նա կարծես գրի է առնում քո բոլոր սխալները և նետում դեմքիդ, չնայած որ Աստված ներել ու մոռացել է դրանք։ Սատանան փորձում է քեզ համոզել, որ դու այլևս արժանի չես Աստծո սիրուն։ Նա ուզում է քեզ ճնշել մեղադրության զգացումով։ Դա կոչվում է դատապարտություն։ Արդյունքում ամոթի ու արժանապատվության զգացումը ծածկում է քեզ և հուսահատության մատնում։ Բայց դա Աստծո կամքի լրիվ հակառակն է։ Հիսուսը եկավ ազատելու մեզ հանցավորությունից ու ամոթից։ Քրիստոսին պատկանողների համար դատապարտություն չկա, որովհետև նա մեր վաստակած դատապարտությունը իր հետ խաչը բարձրացրեց։ Աստված չի մեղադրում մեզ, նա խղճի խայթ է տալիս։ Համար այս բանը սխալ է, բայց ես ներում եմ քեզ և դու կարող ես հաղթահարել դա։ Փաստորեն մենք իզորու ենք աներեր կանգնելու թշնամու դիմաց։ Հակոբոսի թղթի 4-րդ գլխում գրված է. «Դիմադրեք սատանային ու նա ձեզնից կփախչի։ Մոտեցեք Աստծուն և նա կմերձնա ձեզ»։ Մարդիկ երբեմն բարուն և չարին պատկերացնում են ինչպես թոք ձգելու մրցույթ, որտեղ կողմերը հավասար են։ Սատանան չի կարող մրցել Աստծո հետ։ Ըստ Աստծո խոսքի սատանան արդեն իսկ պարտված է, և մեր դիրքն այս կռվում ապահովված է, որովհետև Աստված մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի որդու արքայության մեջ փոխադրեց։ Այսինքն դու խավարի իշխանության տակ էիր, որտեղ, այսպես ասած, տիրում է սատանան։ Բայց Հիսուսի մահվան ու հարության միջոցով Աստված խավարի իշխանությունից տեղափոխում է քեզ իր արքայություն, որտեղ ինքն է տիրում եւ կատարյալ ազատություն է։ Բայց այդ դեպքում հարց է մնում, որ եթե Աստված ազատել է մեզ, ինչու դեռ այսքան չարիք կա, ինչպես կարող է սատանան նորից ազդել մեր կյանքի վրա։ Նման հարցերի պատասխանը գտնում ենք երկնքի արքայության մասին Հիսուսի ուսուցման մեջ։ Նա ասաց, որ Աստծո արքայությունն այստեղ է։ Միաժամանակ սովորեցնում էր նաև, որ այն իր ողջ լիությամբ դեռ պիտի գա։ Ստացվում է Աստծո արքայությունը եւ հիմա է, եւ դեռևս ոչ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Կանադայի, ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության դաշնակից զորքերը զբաղեցրին Նորմանդիայի ափերը։ Դա 1944 թվականի հունիսի 6-ն էր, այն վճռորոշ օրը, երբ փոխվեց նացիստների դեմ պատերազմի ընթացքը։ Դրանով սկսվեց աշխարհամարտի ավարտը։ Այդ օրը պարզ դարձավ, որ նացիստները պարտվել էին, սակայն դրանից հետո եւս 11 ամիս մարտեր էին ընթանում, մինչև որ 1945 թվականի մայիսի 9-ին նացիստները վերջնականապես հանձնվեցին։ Դա Եվրոպայում հաղթանակի օրն էր։
Մենք կարծես ապրում ենք այդ 11 ամիսները, ավարտի սկզբի ու վերջի միջև։ Ավարտի սկիզբը Հիսուսի հարությունն էր եւ մեզ առաջնորդելու համար Սուրբ Հոգու գալը, բայց վերջնական պահը դեռ առջևում է, երբ թշնամու գործունեությունը պիտի ավարտվի եւ Աստծո թագավորությունը պիտի ամբողջությամբ տարածվի։ Այդ պատճառով թշնամին խիստ բարկացած է։ Եփեսացիս թղթում Պողոսը սովորեցնում է ինչպես մղել այս պատերազմը։ Զորացեք Տիրոջով ու նրա զորության կարողությամբ եւ Աստծո սպառազինությունը հագեք։ Նա մեզ հորդորում է թողնել վատ սովորությունները եւ լավերը ձեռք բերել։ Ապա այլաբանորեն ներկայացնում է սպառազինության մասերը։ Առաջինը՝ հաստատ եւ ամուր մնացեք ձեր մեջքը գոտևորելով ճշմարտությամբ։ Հիսուսն ասաց. Ես եմ ճշմարտությունը, ուստի նայիր Հիսուսին, միշտ մոտեցիր նրան եւ այդպիսով պաշտպանվիր ստից ու կեղծիքից։ Խոսքը բնական ու ազնիվ կյանք ապրելու մասին է։ Հաջորդը արդարության զրահն է։ Արդար լինել նշանակում է ճիշտ հարաբերության մեջ լինել Աստծո եւ մարդկանց հետ։ Փոխհարաբերության մեջ մեր կատարած ընտրությունները շատ կարեւոր են։ Ընտրիր ներել մարդկանց կամ ներողություն խնդրել, եթե դու ես սխալվել։ Աստծուց ներում խնդրիր, եթե ամեն ինչ խառնել ու փչացրել ես։ Այնուհետև մեր ոտքերին պիտի հագնենք խաղաղության ավետարանը տարածելու պատրաստակամությունը։ Պատրաստ եղեք ծառայելու եւ ավետարանը տարածելու։ Ծառայիր քո եկեղեցում եւ համայնքում։ Կարող ես ներգրավել ալֆա անցկացնելու մեջ։ Նաեւ կարող ես օգնել կարիքավոր ընտանիքներին կամ անտուններին։ Հենց այնպես մի նստիր։ Ապա վերցրեք հավատքի վահանը, որով կարող եք հանգցնել չարի բոլոր կրակոտ նետերը։ Սատանան փորձելու է քեզ խոցել կասկածի, վախի, տագնապի, ցանկասիրության եւ այլ նետերով, բայց դու շարունակիր վստահել Աստծուն, հավատքդ մի թող։ Իսկ երբ մեզ հանցապարտ ենք զգում, մեզ համար վահան է դառնում այն, որ հիշում ենք Հիսուսի արած գործը։ Նա ազատել, մաքրել է եւ նոր արարած է դարձրել մեզ։ Հաջորդը՝ հագիր փրկության սաղավարտը եւ շահիր մտքի պատերազմը։ Բոլոր գայթակղությունները սկսվում են մտքում։ Փրկություն նշանակում է ազատություն։ Մենք կարող ենք ապրել Հիսուսի նվիրած ազատության մեջ։ Հետո գրված է. Վերցրեք հոգու սուրը, որը Աստծո խոսքն է։ Աստվածաշունչն անչափ զորավոր է, լիովին լցվիր դրանով։ Սատանայից փորձվելիս Հիսուսն ամեն անգամ Սուրբ գրային խոսքով էր պատասխանում։ Նա գիտեր գրվածքի եւ դրանով դեմ էր գնում չարին։ Պողոսը հորդորում է հարատև աղոթել։ Հոգով աղոթեք ամեն պարագայում, ամեն ձևով եւ խնդրանքով։ Աստծո մեջ գտնվելով կարող ենք հաստատուն կանգնած մնալ նույնիսկ թշնամու դիմաց։ Կարծում եմ մարդիկ քիչ են կարեկցանք դրսևորում։ Եթե գիտես, թե ինչպես ես ուզում, որ քեզ հետ վարվեն, այդպես վարվիր ուրիշների հետ։ Չարին կարելի է հաղթել սիրով, հավաքվելով, միասնական եւ ուժեղ լինելով։ Իմ կարծիքով բլոկ սկսելը ամենաարդյունավետն է։ Լավագույն բանը, որ կարող ես անել, անարդարությունը լսելի դարձնել։ Երբ սխալ բան ես տեսնում, դրան արձագանքել է պետք։ Մեզ պակասում է գործողությունը, որ ակտիվ լինենք ինչ-որ բան անելու հարցում։ Բուսակերություն, պետք է անցնել դրան։ Ես բուսակեր չեմ, բայց դա իրոք շատ խնդիրներ է։ Նա բուսակեր չէ։ Ըստ իս, անարդարության դեմ պայքարի ամենահիմնային միջոցներից մեկը կամավորական գործն է, որովհետև ինքնակամ ծառայում ես լավ նպատակի։ Նաև մարդկանց ես հանդիպում եւ գործում ես ի բարօրություն աշխարհի։ Հռոմեացիների 12:21-ում Պողոսը գրում է. «Չարից մի բարդվիր, այլ բարիով հաղթիր չարին»։ Իսկ չարի դեմ պայքարում մեր զենքերը սերն ու բարությունն են։ Մենք ամեն օր խավարի մեջ լույս բերելու հնարավորություն ունենք։ Օրինակ տանաուսման վայրում կամ աշխատավայրում։ Մարտին Լութեր Քինգ կրտսերն ասել է. «Խավարը չի կարող վտարել խավարին, իսկ լույսը կարող է։ Ատելությունը չի կարող հեռացնել ատելությանը, իսկ սերը կարող է»։ Ահա թե Հիսուսի հետևորդները ինչեր են արել չարի դեմ կռվում։ Ուիլյամ Ուիլբերֆորսը քարոզարշավներ է կազմակերպել ստրկության վերացման նպատակով։ Մարտին Լյութեր Քինգ կրտսերը պայքարում էր հանուն քաղաքացիական իրավունքների Ամերիկայում, իսկ Մայր Թերեզան շատ կյանքեր է վերափոխել ծառայելով աղքատներին։ Սակայն սա պատմության հերոսների մենաշնորհը չէ, ոչ էլ մեծ գործեր են դրա համար պահանջվում։ Դու կարող ես անարդարության դեմ պայքարին մասնակցել առօրյա հասարակ բաներով, ինչպես մարդկանց հանդեպ լավ վերաբերմունքն է, մշտական աղոթքները եւ այլն։ Քո կյանքը նշանակություն ունի։ Ինձ դուր է գալիս Ջոն Թոլքինի Հոբիտը վեպից այս մեջբերումը։ Ոմանց կարծիքով լոկ մեծ ուժը կարող է սանձել չարին, բայց ես հասկացել եմ, որ դա ճիշտ չէ։ Սովորական մարդկանց հասարակ գործերը սիրո եւ բարության ամենօրյա քայլերն են, որ խավարին զրկում են զորությունից։ Ուստի Աստծով հաստատուն կանգնիր եւ բարիով պատերազմիր չարի դեմ։
Չգիտես, թե քո գործերով քանի կյանք կարող ես փոխել։ Հիշիր, որ դու մենակ չես։ Միլիոնավոր մարդիկ Աստծո շնորհի օգնությամբ գործում են չարի հարձակումների դեմ եւ առաջ են տանում սիրո ու արդարության դրոշը։ Քո կյանքը կարող է իրական փոփոխություն բերել։